շրջավայրությամբ են եկել եւ ինչ կհաջողի իրենց։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր բան կա։ Ուրեմն մի կողմից նրանք առաջարկ չունեն Հայաստանին։ Եվրոպական միությունը սկզբից դեռ մի քանի տարի առաջ Փաշինյանի գալուց հետո խոստացել է Հայաստանին ոչ պաշտոնապես, այսպես ասած պաշտոնական կնիքով խոստացում չկար, բայց բարային մակարդակով, քաղաքական մակարդակով խոստացել են, որ դոնորների հանձնաժողով լինելու եւ Հայաստանի համար մոտ 2.5 միլիարդ դոլարի ներդրումներ են ներքաշելու եւ այսպիսով Հայաստանը կունենա տնտեսական ծաղկման հնարավորություն։ Դա դեռ 18 թվականին այդ թեման օրակարգային է եղել եւ կարող եմ հիշեցնել, երբ 2018 թվականի հունիսին Մերկելը եկավ Հայաստան, այդ ժամանակ Փաշինյանին առաջարկեց 10-20 միլիոն դոլարի, ավելի ճիշտ եվրոյի կներեք աջակցություն եւ Փաշինյանը մերժել է։ Ասեց ես մի հատ օլիգարխին թափ եմ տալու եւ այդքան գումար եմ ստանալու։ Ու ինքը նկատի ուներ տվեք ինձ 2 միլիարդ, ինչ եք 10 միլիոն տալիս։ Բայց իրանք չտվին։ Եվ այսպիսով Փաշինյանը հայտնվեց այս առումով կոտրած տաշտակի առաջ, բայց դրանից հետո, արդեն պատերազմից հետո, երբ Փաշինյանը սկսեց արդեն բացահայտ դեպի արևմուտք թեքվելու քաղաքականություն, Եվրոպական միությունը մյուս խոստումը տվեց, որը շատ ավելի թույլ է եղել, բայց եւս էական 2.4 միլիարդ դոլար, որից 2 միլիարդ դոլար վարկային միջոցներ եւ 400 միլիոն դոլար գրանտային միջոցներ։ Այդ խոսակցությունը սկսվեց 21 թվականի սկզբից եւ տևել է մոտ 3 տարի։ Եվ վերջերս նորից այդ թեման էլ մարեց։ Այսպիսով Եվրամիությունը նորից գցեց Հայաստանին։ Եվ երրորդ թեման, որը սկսվել է վերջերս խոսվել, դա վիզային ռեժիմի լիբերալիզացիա է, այսինքն ազատականացումը վիզային ռեժիմի եւ այսպիսով հայաստանցիների համար կարճաժամկետ վիզաների անվճար տրամադրումը։ Բայց այստեղ եւս մի հատ բայց։ Նախ նույնիսկ հաշվի առնելով, որ սա շատ չնչին բան է, սպառողական տեսանկյունից թեկուզ, այո, մարդիկ ուզում են երթևեկել եւ այլն, բայց սա շատ չնչին բան է պետության տեսանկյունից։ Բայց ես ուզում եմ սրա տրամաբանությունն էլ հասկանանք։ Նախ արդեն տարբեր դիվանագիտական հողովակներով լսում ենք, որ նվազագույն 2-3 տարի է տևելու այդ գործընթացը եւ հիշեցնեմ, բոլոր տեխնիկական բանակցությունները այս գործընթացը իրականացնելու համար սկսվել են 2010 թվականին եւ ավարտվել են 2013 թվականին, երբ Հայաստանը դեռ նախորդ կառավարության ժամանակ վարում էր Եվրոպական միության հետասոցացման համաձայնագրի բանակցություններ, 2013 թվականի հունիսի, եթե չեմ 24-ին ամփոփվել է եւ նախաստորագրվել է, այսինքն բոլոր բարեփոխումները, որը պահանջել է Եվրոպական միությունը, կատարվել են։ Հետո սեպտեմբերի 2-ին Հայաստանը հրաժարվել է այդ գործընթացից, որովհետև ռազմաքաղաքական հանգամանքներ կային, այդ թվում Ռուսաստանի ճնշումը, բայց բոլոր բանակցությունները շարունակվել են եւ 2017 թվականին SEPA համաձայնագիրը ստորագրվել է Եվրամիության հետ, եւ այսպիսով մենք տեսանք այդ ժամանակ 17 թվականին Եվրոպական միությունը խոստացավ, որ 2-3 տարուց Հայաստանը կստանա վիզայի լիբերալիզացիան։ Հետո եկել է Փաշինյանը, որը Եվրամիությանը ոնց որ ազատել է բոլոր պարտականություններից, բայց ամեն դեպքում այդ թեման օրակարգի մեջ ոնց որ մնացել է։ Բայց մի քանի տարի հետո մենք տեսանք, որ բիոմետրիկ անձնագրերը դադարել են թողարկել։ Այսինքն 2012 թվականից սկսած բիոմետրիկ անձնագրերը թողարկում էին, դրա համար գույնի փոփոխության կարիք չկար, եւ հիմա նորից սկսել են խոսալ բիոմետրիկ անձնագրերը կամ ռեադմիսիայի պայմանագրի մասին, ռեադմիսիայի պայմանագիրը դեռ 15 տարի առաջ կնքվել է։ Եվ այսպիսով ստացվում է հետեւյալը. նախ Եվրամիությունը Հայաստանին ժամկետանց պայմանագիրը նորից է փորձում վաճառել, երկրորդը որևէ կոնկրետ խոստում չկա, բայց ինչ է ասվելու այս օրերը։ Ասելու են, որ այո, մենք տալու ենք Հայաստանին վիզայի ազատականացումը եւ ժողովուրդը այս պարագայում շատ դժվարություններ կունենա հասկանալու, այսինքն այս վիզայի ազատականացումը տեղի կունենա վաղը թե 5 տարի հետո եւ իրանք ասելու են այո տալու ենք եւ ժողովրդին դա մատուցվել է բոլոր իրանց կեղծիք արտադրող Ես կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք չի լինելու Եվրամիության անդամ, դա պետք է հստակ հասկանանք, բայց հարցը նույնիսկ դա չի։ Հարցը այն է, որ կարելի է ասել, այո, մենք տալու ենք, բայց այս 40-գլուխ կեղծ լուրերի ֆաբրիկան տալու է ժողովրդին այն կուտը, որ այդ վիզայի ազատականացումը տեղի ունենալու է։
Հիմա մինչև ժողովուրդը հասկանալու է, որ սա տեղի ունենալու կարող է ուրիշ կառավարության օրոք, կարող է, չգիտեմ, քանի տարի հետո եւ Փաշինյանի եւ այս ընտրությունների հետ որևէ կապ չունի, Փաշինյանը արդեն ընտրությունները անցկացրած կլինի։ Այսպիսով PR էֆեկտն է ամեն ինչի կիզակետում այստեղ։ Եվ եւս մի բան, ներկայացվելու է, որ սա մեծագույն քաղաքական իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ, բայց իրականում եվրոպական քաղաքական հանրությունը դա այն ֆորմատն է, որը որևէ որոշում չի ընդունում, որտեղ որևէ բան տեղի չի ունենում, ընդամենը անիմաստ հավաքվում են տարբեր պետությունների ղեկավարները եւ իդեպ հիշեցնեմ, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հենց այս ֆորմատի շրջանակներում նորաստեղծ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում, հենց այս ֆորմատի շրջանակներում Փաշինյանը Շարլ Միշելին եւ Ալիևին ծախել է Արցախը եւ այսպիսով դա այն ֆորմատն է, այդ թվում եւս մի բան հաշվի առնենք, դա որևէ կայուն ֆորմատ չի, ստեղծվել է 21 թվականին, կարող է 27 թվականից էլ գոյություն չունենա։ Կարող է եւ գոյություն ունենա, բայց սա միայն դիսկուսիոն ֆորմատն է, բայց Փաշինյանը դա ներկայացնել է որպես դիվանագիտական մեծագույն հաղթանակ։ Եվ այստեղ շատ լուրջ հարց, ինչքանով մեր մեդիա դաշտը, այդ թվում են դիմադիր կուսակցությունները, մեդիա կազմակերպությունները եւ հասարակությունը կարողանալու է դրան պատշաճ արձագանք